Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խայտառակ ելույթները վերջապես զայրացրել են նաև իշխանություններին։ Լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը թիմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների անուններ է ուզել։ Վրաստանի ազգային թիմից կրած խայտառակ պարտությունները ստիպել է Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների անուններ որոնել։ Իշխանությունները հատկապես սարսափած են 2026 թվականի ընտրությունների փաստով, քանզի 100 հազարավոր ֆուտբոլասերներ ֆուտբոլային ձախողումները կապում են հենց իշխանությունների հետ, ինչը իրականություն է։ Արմնուրեեմի աղբյուրները փոխանցում են, որ այս պահին քննարկվում է ֆեդերացիայի նախագահի 3 անուն՝ հավաքականի, հոլանդական Այաքսի ու Մոսկվայի Սպարտակի նախկին խաղացող Արազ Օզբիլիսի, ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի, ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Յուրամ Օվսիսյանի անունները։ Ըստ նույն աղբյուրի, Յուրամ Օվսիսյանի տարբերակն ամենահավանականն է, քանզի վերջինս լուրջ կոնֆլիկտ է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ ու հրապարակային քննադատել է վերջինիս, լոյալ է այս իշխանություններին ու վայելում է շատ ֆուտբոլասերների վստահությունը։ Դե իսկ Ռուբեն Հայրապետյանի հետ վատ հարաբերությունները ցուցիչ են Փաշինյանի համար առաջնորդվելու։ Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիք-Բեկյանի հարաբերությունները եւս լավ վիճակում չեն։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Հայրապետյանը նշել էր, որ սխալվել է Արմեն Մելիք-Բեկյանի հարցում եւ այն, ինչ նա անում է հայկական ֆուտբոլում, խայտառակություն է։ Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկա նախագահ Հովիկ Ջևանիցը վերջերս կազմակերպել էր պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշար, որը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի հոր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Եվ այժմ Փաշինյանը երկմտում է, թե ինչպես հոր համար հուշամրցաշար կազմակերպած Մելիք-Բեկյանին հեռացնի նախագահի պաշտոնից։ Արմնուրեեմը կշարունակի հետևել զարգացումներին։